Իսկ հիմա ես ուզում եմ խոսել գալիք ընտրությունը, որ հունիսի 2-ին տեղի ունենալու այստեղ Գլենդելում եւ տարածքի քաղաքներում։ Եթե դուք չեք ստացել այս գրքույկը պետք է մինչ հիմա ստացած լինեք։ Տեսնում եք այդտեղ եւ մյուս կողմը, գրքույկի մյուս կողմը տեսնում եք, որ այսպես է։ Ուրեմն դուք եթե չեք ստացել այսինքն այս գրքույկը, ուրեմն գրանցված չեք։ Դուք պետք է ստացած լինեք մինչ հիմա այս գրքույկը։ Եթե չեք ստացել, ուրեմն քվեաթերթիկ չեք ստանալու։ Դրա համար հարկավոր է, որ գալ այստեղ մեր հասցեն է 1110 Սոնորա փողոց Unit 207։ Եկեք այստեղ։ Մեր հեռախոսը շատ հեշտ է 12-ից մինչև 4:30-5 կարող եք զանգարել, նրանից հետո տեղի շտաբը այդքան ուշ չի աշխատում, շատ հեշտ է մեր հեռախոսա համարը 2-818-ով 2-4 մնացածը բոլորի 9 2-4 մնացածը բոլորի 9 այս ընտրությունը շատ կարևոր ընտրություն է տեղի ունենալու 12 թեկնածու կա Գլենդելում քաղաքապետարանի խորհրդի անդամ դառնալու 3-ը ոչ հայ են 9 հայեր այս տարի մասնակցում են այսպես բան մինչև հիմա չի եղել ես 46 տարի Գլենդել եմ ապրում ես այսպես բան չէի տեսել մինչև հիմա եւ դրա համար եթե դուք ուշադիր չլինեք չկենտրոնանաք մեկ հոգու վրա կամ երկու հոգու վրա այսպես բոլորը ուժելու են ուրեմն արթնացեք ժողովուրդ եթե չկենտրոնանաք բոլորը ուժելու են դուք ներկայություն չեք ունենա քաղաքապետարանի խորհրդի մեջ դրա համար է այս տարի տարբեր է դուք որտեղ որ այս ծրագիրը տեսնում եք դա Սան Ֆրանցիսկո եք տեսնում Նյու Յորքում եք տեսնում զանգարեք ձեր ազգականներ բոլորը Գլենդելում ազգական բարեկամներ ունեք ընկերներ ունեք ընկերուհիներ եք ունեցել անցյալում հարևաններ եք ունեցել բարեկամներ եք ունեցել ամեն մարդ Գլենդելում մի ձև մեկ հոգու կապ ունի անպայման ուրեմն դուք զանգարեք ձեր ազգականներին Գլենդելում բոլորը նրանք որ դրսում ապրում են եւ իրենց ասացեք որ անպայման այս ընտրությանը մասնակցեն հեռախոսը գրված է ես ցավում եմ ասելու որ մենք 80000 հայ ունենք որ citizen են սրանք կեսը գրանցվել են այսինքն register են արել 40000-ը այդ կեսից 40000-ը 14000-ը մասնակցում է այսինքն մի շատ տարօրինակ վիճակ է 100,000 մարդ է ապրում 80000 registered են 14000 մասնակցում այսինքն 14%-ով մասնակցում ենք մենք որ շատ վատ է սա եւ եթե դուք ուշադիր չլինեք այսպես է լինելու որ հիմա գալիս են ինձ ասում են մենք շատ վատ վիճակում ենք բնակարանի կարիք ունենք բիզնես որոշ բիզնեսները դժվարկացում են բոլորը ես դրանք արել եմ անցյալում երբ որ այնտեղ եմ եղել բիզնեսներին $5000 իմ այսպես աշխատանքով որ սիթին վերջ համաձայնվեցին որ $5000 տար բնակարաններ 507 բնակարան կառուցվեց հիմա ոչինչ չկա ոչինչ ինչ որ տեղի էր ունեցել իմ նստաշրջանի ժամանակ էր հիմա ոչինչ չկա ոչ մի բնակարան ոչ մեկ կառուցել ոչ մի օգնություն այսպես նրանք որ դժվարկացության մեջ էին 3 տարի $300 ամիսը տարիցներին վճարեցին քաղաքը ավել մաքուր էր քան թե հիմա անընդհատ զանգարում է քաղաք շատ կեղտոտ է ես ինչ պետք է անեմ ես այնտեղ չեմ դուք մեկին տեսեք կգտնեք որ հետը խոսեք իմ հեռախոս բոլորը ձեռքից հեռախոս ունեն գրասենյակ գիտեն որտեղը ով ուզում է ցանկանում է քայլում է գալիս այստեղ դուք մեկին գտեք տեսեք կարող եք գնաք իրենց գրասենյակը ում գրասենյակի տեղը գիտեք որ ուր է աշխատում ինքը ոչ մեկը չգիտեք մեկ հոգու իրեն աշխատանքի տեղը հասցեն որն է դուք չունեք այնտեղ տեխնացու կա հենց հայ տեխնացու կին տեխնացու կա ոչ ոք չգիտի որտեղ է մինչև հիմա չի եղել այստեղ այդ տեխնացուները
Երևան չեն գալիս։ Ընտրություն է լինում, բոլոր ալիքներով ռեգլամենտ ցույց տալիս։ Որտեղ են, մինչև ուր էին սրանք։ Ինչու մի հատ չեկան մի գործ անեին, փոքրիկ մի բան անեին այս ժողովրդի համար։ Դրա համար պիտի արթնանաք, նորից կրկնում եմ, եթե այս գրքույկը չեք ստացա, այսինքն դուք գրանցված չեք։ Այս գրքույկը պիտի ձեր տանը եկած լինի։ Ամեն մեկիկ չի, ամեն տոն, ամեն բնակարան մեկ հատ է եկել, գոնե մի օքի կա այդտեղ, որ գրանցված է։ Եթե այդպես չի, անպայման եկեք այստեղ գրանցվեք, որովհետև ժամանակ չկա մայիսի 4-ին բալետը ղրգելու են, որոնք դուք ուշադիր եղեք այդ բերումը։ Ես հիմա ուզում եմ խոսել այնինչ, որ պիրամիդ կամ բուրգը, որտեղ Մեքսիկոյում գեղեցիկ բուրգ կա, աշխարհով մեկ մարդիկ գալիս են այդտեղ տեսնելու այդ բուրգը։ Հիմա դժբախտություն եղավ այս բուրգը, մեկ հոգի ատրճանակը վերցրել է, գնում է վերև։ Եվ կրակում է մեկ հոգի, որ Կանադայից եկել էր, այսպես այցելության էր եկել այս բուրգը, ինչ որ տեսնում եք այստեղ, եւ սպանվում է այդ ճամփորդը, ինչ որ Կանադայից եկել էր, ժողովուրդն որ սարսափահար տեսնում եք փախուստ է տալիս, անձը ատրճանակը ձեռքն է, կրակում է, աջ, ծախ, ում որ ցանկություն ունի կրակում է, եւ բարեբախտաբար ինքը իրեն սպանում է, մինչև փոլիս, տեսեք ժողովուրդ սարսափահար ինչպես է փախուստ տալիս, երբ տեսնում են, որ տեսեք պատի վրայից թռչում են ցած, ներքև են գալիս, եւ 6 հոգի վիրավորվում են իհարկե, բայց եւ այնպես հետո բարեբախտաբար ինքը իր վրա է կրակում, անձը ինքը իր վրա է կրակում, մինչև փոլիսը գա, այսպես ավարտվում է այս դժբախտությունը, ինչ որ այսպես տեսնում եք, մարդիկ գնացել են տեսարժան վայր է սա Մեքսիկոյում, շատ են գնում այդ բուրգը տեսնելու, պիրամիդը տեսնելու, բայց այսպես Մեքսիկո Սիթիին մոտ է սա։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ նախագահ Թրամփ եւ Իրանի հարաբերության մասին խոսեմ, Էլին Մարտիրոսյանն է հովանավորում ծրագիրը, 611 North Brand փողոցի վրա է գտնվում իր գրասենյակը, այստեղ իրեն հեռախոսը տեսնում եք, ձեզ մոտ նշանակեք, եթե ակսիդենտ եք ունեցել եւ դուք մեղավոր չեք, ձեզ պիտի հատուցում տան ձեր վնասների համար։ Մեքենան է վնասվել, մեքենայի նորոգման համար պիտի վճարեն։ Ձեր անձնական մարմնային վնասը ասել, այդ վնասները պիտի փակեն։ Ուրեմն որպեսզի ճիշտ հատուցում ստանալու համար խորհրդակցեք փաստաբանի հետ, գրասենյակները գտնվում է Գլենդելում 611 North Brand փողոցի վրա եւ Նևադայում լայսենս ունի։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post, հովանավորում է ծրագիրը։ Երևան Post ձեզ է առաջարկում ծանոթ եթե Հայաստանում ուզում եք ղերկել, եթե իմ անուն տակ մի փանդ ուղարկեք $1.99 սենտով կարող եք այդ աշխատանք կատարել։ Մի փանդը $1.90, եթե չտանք իմ անունը $2.99 սենտ պիտի վճարեք։ Ուրեմն այդ բերումով ուշադիր եղեք։ Եթե նավով պիտի ղրկեք, մի ծանրոցը եթե գնեք, իմ անունը տակ 2 ծանրոցը անվճար կարող եք ղրկեք։ Ուրեմն մի բաքսը գնեք, $50 բաքսը եթե գնեք, $250 ձեզ անվճար կտան, այսինքն $150 ապրանք տեղադրում եք ծանրոցի մեջ, ընդամենը $50 եք վճարում։ Պայման տվեք իմ անունը, որ ասեք այստեղից եք տեսել ռեգլամը։ Իսկ նաև եթե դուք մեքենա պիտի ղրկեք, մոտարապես 2400 եւ $2500 է մեքենա ղրկելը Հայաստան։ Իսկ իմ անուն տակ $1690 սեդանը կարող եք ուղարկեք, $1790 այսպես SUV կարող եք ղրկել։ Նաև գումար կարող եք ուղարկել Հայաստան, ամեն $100-ին դուք ընդամենը $1 եք վճարում, 1% եք վճարում, կարող եք այցելել Երևան Post։
Քորդ Ֆրենչերը նավանորուն ծրագիրը Սենտրալի մրթելի հատման կետում է գտնվում Ամերիկայի խոշոր ֆրնիչերի խանութներից մեկն է 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում Գլենդելում Սենտրալի մրթել փողոցի հատման կետում է Santa Ana խանութ ունեն Orange County-ում խանութ ունեն Euclid եւ 405 freeway-ի հատման կետում Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը դեպի Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա cruise մայիսի 16-ից 26 10 օրվա համար $3690 սա հեռախոսը համարն է միջերկրականի cruise-ը, որ այցելելու է Իտալիա, Ֆրանսիա եւ Իսպանիա կվերադառնա Ամերիկա-Իրան համաձայնվել էին, որ 2 շաբաթով զինադադար լինի եւ հիմա այդ ժամկետը չորեքշաբթի օր ավարտվում է այսօր ինչ ես ձեզ հետ խոսում եմ 2 շաբթի օրը վաղը ծրագիրը կկրկնվի չորեքշաբթի այդ վերջին ժամկետն է ինչ որ նախագահ Թրամփը ասել է պետք է մեզ այդ համաձայնության կամ պատերազմը ավարտի բերեն եւ այս նախագահ Թրամփի հրամանով բոլոր Իրանի այդ ծովային ծովափը այսպես ամերիկյան զորքը կանգնած է եւ թույլ չի տալիս ոչինչ դեպի Իրան գնա, ոչինչ Իրանից դուրս գա։ Օրինակ մեկ այստեղ տեսնում եք կրակում են դեպի մեկ բեռնատար նավի վրա, որ Իրանից հեռանում էր, կանգնեցնում են, գնում են մեջը խուզարկելու եւ հետո թույլ չեն տալիս անցնի գնա։ Եվ այսպիսով մտնում են, տեսնում եք այստեղ գրվում է ասում են կհարցակվենք, եթե թույլ չտային, ասում են այդ կոնտրոլի սենյակից դուրս եկեք, գնում են ամեն ինչը խուզարկում են, տուփերը, ծանրոցները եւ military blockade ասում է փակված է, չեք կարող դուրս գալ, իրանցիներին են ասում ամերիկյան այս զինվորականները 435 միլիոն դոլար օրական Իրանից այսպես ապրանք է դուրս գալիս կամ նավթ է դուրս գալիս կամ իրենք պետք ունեն այսպես օրական այդքան վնաս է նաև Իրանին այստեղ տեսնում եք Իրանում է որ դժվարացության մեջ է Իրանը դժվարացության մեջ է բայց ասեն են որ Փակիստանում ինչ որ պետք է հանդիպեն փոխնախագահ Վանսը Իսլամաբադ պիտի գնա այս փոխնախագահն է Ամերիկայի Վանսը գնում է այնտեղ, բայց իրանցիները ասեն մինչև որ սահմանը այստեղ տեսնում եք ղեկավարությունը հիմա այս բանակցությանը հանձնված է Ղալիբաֆ, որը ներկայացնի տան խոսնակն է, ասում է որ մենք չենք բանակցելու, երբ որ մեկը մեզ սպառնում է եւ անցյալ 2 շաբաթը մենք պատրաստվել էինք, որ նոր համաձայնագրի կային, համաձայնությանը կային, իսկ հիմա որ այդ Իրանը պաշարեն են, ոչինչ թույլ չեն տալիս ներս մտնի Իրան եւ դուրս գա Իրանից, ուրեմն մենք չենք գնա։ Այս վարքյանից դա են ասել չորեքշաբթի օրը վերջին ժամկետն է։ Շաբաթ օրը նախագահը այստեղ ասում էր, որ ես չեմ երկարաձգելու այդ բանակցությունը ավարտելու համար, չեմ երկարաձգելու Եվ հիմա, երբ հարցրեր են հանրությանը, որ նախագահ Թրամփի հավանության մասին են հարցրել, այստեղ տեսնում եք, այսինքն Իրանի հարցը, կարծում եք նախագահ Թրամփը ճիշտ է տնօրինում, թե ոչ։ Հիմա այստեղ տեսնում եք 19%-ով մտածում են, հաստատ հովանավորում են կամ հաստատում են, որ ճիշտ քաղաքականություն է վարում 14%-ը massամբ համաձայն են Թրամփի հետ 13%-ով համաձայն չեն ինչ որ Թրամփը կատարում է եւ 54%-ով բնավ համաձայն չեն Թրամփի աշխատանքը ուրեմն այստեղ տեսնում եք 67%-ով massամբ դեմ են ինչ որ Թրամփը տնօրինում է Իրանի այսպես այս քաղաքականությունը դեմ է 67%-ը, այդտեղ տեսնում եք դեղին գծի մեջ տեսնում եք եւ ընդամենը
33%-ով, այսինքն երկու անգամ ավելի նրանք, որ չեն հավանում նախագահի այս պատերազմը, ինչ որ սկսել է Իրանի հետ, 1/3-ն է, որ համաձայն է։ Եվ նավթը $114 էր հասել, հիմա իջել է 89, այսինքն տակառը $89 է եղել։ Այստեղ տեսնում եք ստակը, երբ որ տեսան այսպես համաձայնություն կա, ստակ մարքեթը կորուստ ունի, խիստ կորուստ ունի, այստեղ տեսնում եք մասամբ եւ այս պատերազմը բիզնեսի համար հարմար չի, դրա համար մասամբ ստակ մարքեթը իջավ եւ ասում է իրենք շատ ռումբեր ունեն, պետք է թողնեն այդ ռումբերը եւ Վանսը ուրեմն գնացել է Պակիստան, որ հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ։ Մինչ այս վայրկյանին, որ ես խոսում եմ, Իրանի ներկայացուցիչները ասել են մենք չենք գնալու։ Այստեղ տեսնում եք, երբ որ Իրանի մեկ նավը, բեռնատար նավը, որ ուզում էր հեռանալ, ամերիկացիները, ամերիկյան նավերը այսպես իրենց վերջնագիր են տալիս եւ հետո հելիկոպտերով իջնում են Իրանի այդ նավի մեջ խուզարկելու, որ ինչ է, եւ վերջն էլ ասում են հետ վերադարձեք, ձեր մասը չեք կարող անցնել։ Եվ ուրիշներ նաեւ օրը 113 անցյալում, երբ որ խնդրեմ չկար, 113 խոշոր բեռնատար նավեր էին այդտեղից անցնում, տեսեք մեկ նավը իրեն ասեն հետ վերադարձի, որտեղ փակ է, նորից փակվել է։ Իրանը բաց էր արել, բայց հիմա նորից փակված է եւ այստեղ Իրանում տեսնում եք տարբեր ժողովրդին խրախուսական խոսքեր էին պատերի վրա գրել եւ Իրանի պարլամենտի նախագահը Ղալիբաֆ ասել է մենք չենք ընդունելու, եթե սպառնում է, Ամերիկանը սպառնում է, մենք բանակցություն չունենք կատարելու։ Հիմա մեկ ուրիշ լրատվական միջոց, երբ որ քննեն է նախագահի հավանությունը, առաջինը ցույց տվի ինչպես էր, այս մեկը իր հավանությունը տվել է 58%-ով հավանում է, դեմ են ինչ որ նախագահ Թրամփը կատարում է, 36% հավանում են Իրանում, տեսնում եք 415 այս պատերազմի մեջ Իրանի 415 ամերիկացի զինվոր վնասվել, այսինքն վիրավորվել է պատերազմի հետևանքով, 13 ամերիկացի զինվորներ սպանվել են։ Իրանում 2000 ավել անձիկ մահացել են, զինվորական, աշխարհական եւ 10,000-ի չափ վիրավորներ կա այս պատերազմի հետևանքը դա եղել։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ դառնամ դադարից Southwest օդանավների մասին խոսեմ, որ մասամբ գալիս էին accident կամ վթար ունենալու, ծրագիրը հովանավորում են դոկտոր Գոր Բարսեղյանն է հովանավորում եւ Մահտեսյան ատամնաբույժներ են, գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի վրա են գտնվում, սա իրենց հեռախոսահամարն է, որևէ հարցեր ունեք ատամի հետ, լինդի հետ, զանգահարեք, իրենց ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձել եք բնակարան, պրոբլեմ ունեք, մուկ կա, մրջուն կա, պահարանը բացում եք, միջատները գնում են գալիս են, ձեզ պիտի հատուցում տան, սա հեռախոսահամարն է, իրենց զանգահարեք, խոսեք։ Ծրագիրը հովանավորում է ASA Air Conditioning-ի ընկերությունն է հովանավորում, ASA Quality Air, սերվիս են անելու ձեր air conditioner օրեցօր եղանակը ավել շոկ է լինելու անպայման զանգարեք օգտվեք այս ծառայությունից, եթե չեք մաքրել, ֆիլտրներ չեք փոխել, իրենք ամեն բոլոր այդ $89 կկատարեն։ Իսկ եթե ցանկություն եք յունիթը փոխեք, նա նաև կարող են կատարեն, ձեզ կասեն ինչքան է, եթե ցանկություն ունեցաք, նոր յունիթ կտեղադրեն, եթե չէ, կարող եք միայն սերվիս անել $89։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին, հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է, 31 տարի է, որ այս իր աշխատանք սա է, 7 տարբեր կենտրոններ ունի, Գլենդելում, սա հեռախոսահամարն է, Ջաքսոն եւ Գլենդել
Avenue եւ Colorado փողոցի ճիշտ հատման կետում այդ երեք փողոցը իրար հատում են ճիշտ այդտեղ է շենքը իսկ Orange County-ում այստեղ Costa Mesa գտնվում է Orange County-ում փոքր է որտեղ բնակվում եք մոտ եք լինելու այս կենտրոնին զանգարեք որևէ հարց Orange County-ի բնակիչները ունեք զանգարեք իրեն հանդիպեք Prime-Med Pharmacy-ով անավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի հատման կետում է գտնվում իրենք կարող են տեղերը ձեր տանը բերեն կամ դուք գնացեք իրենց հանդիպելու ամենայն դեպս հեռախոս շատ հեշտ է 818 6 000 777 կվերադառնա Ես ուզում եմ ավելացնել, որ այս երկրի մեկ նախարարներից, որ ուժանչի նախարարն են բենզինի մասին ասաց, որ հաջորդ տարի բենզինը $3 կասնի։ Նախագահը դրան հակառակեց, ասաց, որ սխալ բան է ասում, շուտով նավթը գալոնը $3-ից պակաս է լինելու։ Իհարկե, Կալիֆոռնիայում Միջինը եթե $3 նաև լինի, որ հիմա $4-ից ավել է, Կալիֆոռնիայում $2 սովորաբար ավել թանկ է, այսինքն $5 եթե իջնի կդառնա, եթե իջնի $5 կիջնի, որ ավել թանկ է լինելու, քան թե ինչ որ նախքան պատերազմ ունեին։ Իսկ այս կնոջը ինչ որ տեսնում եք այստեղ, սա Labor Secretary, աշխատավորների նախարարն էր։ Նախագահը իրեն հեռացրել է երկու պատճառով նախ որ տեսնում են որ շահագործել է գումարներ ինչ որ կա անձնական թռիչքներ ուրիշ ազգականներ իր հետ տարել է որը չպիտի պատահեր երկրորդ նախարարները թիկնապահներ ունեն նախագահ ունի նախարարուհին օրինակ ունի բոլորը թիկնապահ ունեն սրանք որտեղ այս երկրի բոլորը ատրճանակ ունեն վտանգավոր ուրեմն թիկնապահները միշտ իրեն պատում են որպեսզի վնաս չասի Ինքը հարաբերություն է սկսում թիկնապահի հետ, թևամասին ունի, բայց հարաբերություն է թիկնապահի հետ եւ իրեն պահանջել են, որ իր աշխատանքը թողնի հեռանա։ Իսկ ես հիմա ուզում եմ ցույց տալ ձեզ Southwest 4 մեծ օդանավի ընկերություն գոյություն ունի, որոնցից մեկը Southwest-ն է։ Այս Southwest-ը, այստեղ տեսնում եք, մեկ օդանավ բարձրանալիս է լինում Մյուսը իջնում էր այդ օդանավը միաժամանակ այսպես բարձրանում մեկը իջնում է վտանգավոր մտահոգիչ վիճակ է ստեղծվում որ մասամբ տեսնում եք այստեղ մեկը իջնելուց է Southwest Airline եւ իրեն ասում են այն աշտարակի մեջից աչ թեքվի եւ բարձրացիր այսպես տեսնում եք օդանավ պիտի իջնի չի իջնում մյուսը նույն օդանավը ընկերության օդանավն է որ նա գալիս է տեսեք իրար պետք է դիպչեին բայց 500 ֆիտ այսպես տարածքով այսինքն 100 մի քանի մետր օդանավի համար այսինքն մի վայրկյանի տեսեք ճիշտ իրար գլխի են այսինքն պիտի իրար հարված էին բարեբախտաբար մի քիչ բարձրանալով մյուսին մի քիչ ասում են իջնի եւ այսպես կարողանում են այս մեծ վթարից փախուստան մեծ դժբախտություն կարող է լինել օթաչուի հետ են խոսում այսպես տեսնում եք նորից տեսեք հիմա Southwest-ն է մեկը բարձրանալիս տեսնում եք կոնտրոլերները ասում են որ մյուս տեսնում եք ուզում է բարձրանա մյուսը ուզում է իջնի այդպես կարող են խիստ հարվածել մեկը մյուսի հարվածել հազիվ կարողանում են մեկին ավել բարձր գնա մեկը իջնի ավել շատ եւ այսպես տեսնում եք Southwest Airline բարձրանալիս եւ իջնելիս այսպես դժվար կացություն է լինում հետո իջնում են փախուստ են տալիս հաճախ այնքան խճողված է այս երկրի մեկ ուրիշ թրիշկն է պրոբլեմը ունենում իրենց պահանջում են որ դուրս թռչեն մարդիկ այնքան խճողված է այս երկրի
այսինքն երկինքը այնքան խճողված է, որ նման դեպք ամեն վայրկյանը սպասելի է մի բան պատահի։ Աշխարհով մեկ այսպես այսքան թռիչք գոյություն չունի։ Ամեն վայրկյան առնվազն 5000-ից ավել օդանավ կա երկնքի մեջ այստեղի։ Իջնում են, բարձրանում են եւ դրա համար է որ շատ վտանգավոր վիճակ է ստեղծվում։ Ես ուզում եմ հիմա խոսել մեկ ընտանիքի մասին։ Այս ընտանիքը դժբախտաբար մեկ պարոն, որ նաև National Guard է, զինվորական ծառայություն է տվել 7 տարի, բայց 2020 թվականից չի արել։ Բոլորը գիտեք այստեղ հոգեկան հիվանդություն ունեն, բոլորը խնդրեմ ունեն, բոլորը բարկացած են այս երկրում։ Եվ երբեմն պատճառը նաև հայտնի չի, ինչու են բարկացած, իրենք չեն հարցնում, ես ինչու եմ բարկացած, ինչն է պատճառը, որ ես բարկացել եմ։ Ամենայն դեպս այս ազնվորությունը 31 տարեկան է, տեսնում եք, 7 երեխա ունի, սրանք բոլոր իրեն երեխաներն են։ Իր կնոջ հետ միշտ վիճաբանության մեջ է լինում։ Կինը ցանկանում է, որ տեսնում է չի լսում, չի գնում, այսպես իր հիվանդության համար հանդիպելու։ Կինը ցանկություն ունի, որ թողնի, այսինքն divorce կամ ապարզան վերցնի եւ իսկ այս անձնավորությունը հրացանը վերցնում է գալիս է եւ այդ 7 երեխային եւ իրենց այդ երեխաների զարմիկը cousin-ը նաեւ այդտեղ է լինում, նրան էլ նաեւ սպանում է, իր կնոջը խիստ կրակում է, վիրավորված է, դեռ հիվանդանոցում է եւ ուրիշներ նաեւ վիրավորվում են։ Սա իրեն ինքն է իր երեխաների հետ բոլորին սպանել է։ Եվ հետո իհարկե ինքնասպան է եղել նաև ինքը, այստեղ տեսնում եք, տարիքը այս երեխաների 3-ից 11 տարեկանը, մոտավորապես ամեն տարի մի երեխա են ունեցել, այսինքն ինքը մահացել է, երբ որ կրակում է պոլիսի վրա, իր վրա են կրակում և Elkins անունով այս անձնավորությունը ինքը նաև սպանում է։ Կնոջը ասացի վիրավորվել է եւ մեկ ուրիշ կնոջ վրա նաեւ կրակում է, բացի իր կնոջը։ Այսպես վիճակ է ստեղծում իրեն համար եւ այդ բոլոր անձիկի համար, ինչ որ այստեղ տեսնում եք։ Սա իհարկե Լուիզիանայում էր տեղի ունեցել այս դժբախտությունը։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, մեկ օդանավ ցույց տամ, որ վայր են գնում, իսկ ծրագիրը հովանավորում է Դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը, գեղագիտական հարցեր ունեք դեմքի վրա, անպայման զանգարեք։ Glendale Adventist շենքի այդ բժշկական, այսինքն Glendale Adventist-ի բժշկական շենքի մեջ է գտնվում, սա հեռախոսահամարն է 1500-ից Չևիչեսում է ժամադրության համար իրեն հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփորյանները 3-ն էլ փաստաբաններ են եւ Հակոբ Չոփորյանը իհարկե 40 տարի աշխատում է, իրեն միացել իրեն դուսրերը եւ սա հեռախոսահամարն է։ Իրենք ձեզ առաջարկում են, որ եթե ակսիդենտ ունենաք, ավտովթար ունենաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, ալերժի եւ ասմայի մասնակետ է 30 տարի փորձառությամբ, գտնում է Գլենոքս փողոցի վրա, հեռախոսահամար տեսնում եք, զանգարեք կվերադառնա։ Թամփայում այս անցյալ կիրակի օր առավոտյան ժամը 8:30 րոպե մեկ օդանավ գալիս է, այսինքն էնջինի խնդրեմ ունենում, լուր է տալիս, բայց հետո օդաչուն աշխատում է, որ մեկին վնաս չհասնի, այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսեք ինչպես է գալիս է այդ բնակարանի կողքին, այդ իհարկե սա փոքրիկ օդանավ է եւ օդաչուն մահանում է, ոչ մեկ ուրիշի վնաս չի հասնում, բացի այդ բնակարանին մի մասամբ վնասներ է հասնում, ինչ որ այսպես տեսնում եք։
ասենք այս կինը սարսափահար վազում է դեպի տարածքը եւ գալիս են օգնելու իսկ նաեւ value-ում այս մեզ մոտ նաեւ դեպքեր տեղի ունեցել սա դեռ տեսնում եք Թամփային եք տեսնում Van Nuys եւ San Fernando Road փողոցի այդ տարածքում մեկ ուրիշ օթանավայր էր ընկել փողոցի մեջ այստեղ տեսնում եք այդ օթանավն է որ վայր է ընկել փողոցի մեջ Van Nuys եւ San Fernando Road-ի հատման կետում Valley-ում աշխատում էր Watman airport-ը իջնեց 70 տարեկան անձ է լինում իրեն օթանավի միջից հանում են եւ հիվանդանոց են ղրկում տեսնում եք այսպես մարդիկ իրենք եկել են օգնելու նախքան fire department եւ police-ը կհասնի այդ ամենայն դեպս իրեն փոխադրում են հիվանդանոց որոշ խնդիրներով իհարկե այսպես տեսնում եք դեպքը տեղի ունեցող ինչ է կատարվում ես պետք է դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից մեկ իսրայելցի զինվորի ցույց տամ ձեզ տեսեք ինչ է անում այս զինվորը հիմա գիտեք իսրայելը լիբանանի հարավային տարածքը գրավել են դրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն Pasadena-ում է գտնվում այստեղ տեսնում եք հեռախոս համար նաև ամենախոշոր տաշնամուրի խանութն է Hollywood Piano-ն 600 տաշնամուր այնտեղ գոյություն ունի գնելու համար, վարձելու համար ամեն տեսակ տաշնամուրներ ունեն ամերիկյան տաշնամուր, Չեխ Ռեփուբլիկից տաշնամուր ունեն, գերմանական տաշնամուրներ ունեն, ճապոնական, չինական, կորեական, որտեղ տաշնամուր են արտադրում, իրենք ունեն այդ տաշնամուրից, ասած 600 տաշնամուր կգտնեք այնտեղ գեղեցիկ տաշնամուրներ, $1000-ից սկսած մինչև $500,000 տաշնամուր։ Մյուզեի նման է գնացեք տեսեք գեղեցկություն այս տաշնամուրների։ Ռաֆիզ մարքեթն է հովանավորում ծրագիրը, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, Ռաֆիզ մարքեթ գտնվում է Բրբանքում անմիջապես Գլենդելի հարևանության է։ Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, եթե bankruptcy պետք է ֆայլանեք, եթե accident եք ունենում, այս հեռախոսահամարին զանգարեք կվերադառնա։ Ես ուզում եմ մեկ անգամ էլ հիշեցնեմ, եթե դուք այս գրքույկը ձեր բնակարանում չեք ստացել, այսինքն գրանցված չեք ընտրության համար, եթե այդպես է, դուք կարող եք զանգահարել մեզ, տեսնում եք երկու կողմը այս գրքույկի տեսնում եք այդպես, եթե պրոբլեմ ունեք այդ հարցով չեք ստացել, եկեք մենք ճշտենք 11-10 Սոնորա փողոցի վրա, որ տեսնենք արդյոք դուք գրանցված եք, թե գրանցված չեք, եթե չեք ստացել, ուրեմն պրոբլեմ կա ձեր գրանցման մասին։ Իսկ ես հիմա քիչ առաջ դες բացատրեցի արդեն, որ Իսրայելի աշխատանքը տեսնեք, ասած Լիբանանի հարավային մասը Իսրայելը գրավել են, գիտեք Իսրայելը, Լիբանան, հարևան երկրները, հարավային մասը գրավել են, Լիբանանում 5,500,000 մարդ է ապրում, 1 միլիոն մարդ տեղահան եղել, նախագահի այս համաձայնագիրը ինչ որ ունի Իրանի հետ, նաև ներառում էր այս հարցը, որ պետք է դադարեցվի պատերազմը Լիբանանում նաև, եւ Իսրայելը ընդունել է, դադարել է պատերազմը այդտեղ են, Լիբանանում է զորքը, բայց պատերազմը չի շարունակում Իսրայելը։ Իհարկե նախապես ամերիկացին փոխնախագահը, նախագահը, արտգործ նախարարը ասացին, որ Լիբանանը այս Իրանի հետ համաձայնագրի հետ կապ չունի։ Փակիստանն էր, որ վերջի վերջո ասաց, որ մենք ներկայ ենք եղել, մեկ միջնորդ ենք եղել,
ամերիկան ընդուներ էր եւ հիմա աշխատում է դա չանի, դրա համար էր Իսրայելը խիստ ռմբակոծում էր այդ հարավային շրջանները, նախագահ Թրամփի ժամանակ ուրեմն դադարեցվեց, որ այս Իրանի հետ համաձայնությունը միտեղ հասնի, ինչ որ թվում է այսօր խնդրեմ կա, հիմա չգիտենք վաղը ինչ է լինի, բայց այսօր թվում է որ խնդրեմ գոյություն։ Իսկ ես ուզում եմ ցույց տալ, տեսնեք Իսրայելի զինվորական մեկ այս Հիսուսի արձանն է, որ այստեղ խաչված Հիսուսն է, Լիբանանի հարավում լինում է այս արձանը, որ զինվորականները Իսրայելին որ այդ տարածքը գրավեն, այսպես վայր են գցում այս խաչը եւ մուրճով տեսեք ջարդում է այդ Հիսուսի արձանը, կախված արձանը ջարդում է։ Անկամ աշխարհով մեկ բողոք է բարձրանում, որ Իսրայելի վարչապետին եք տեսնում, որ ասում է, որ մենք պետք է նայենք եւ եթե հարկ է պիտի պատժվի անձը, որ այսպես անօրինական գործ արել։ Հաճախ Իսրայել այս խոսքերն ասում են, որ հետո տեսնենք զինվորականները շատ աշխատանքներ են արել, որ ինձ հիմա նաեւ բացահայտվել է, երբ որ ձերբակալում են պաղեստինցիներին, որովհետեւ գիտեք Գազայում ամեն ինչ հողի հետ ավասարերն են արդեն։ Իսկ Արևմտյան ափում, West Bank-ում, երբ որ ձերբակալում են զինվորականները բռնապարում են այդ տղամարդկանց։ Սա նաև մեծ խնդրեմ է ինչ որ Իսրայելը, որտեղ ինչքան կարողանան այնքան ատում են արաբներին, որ այսպես գրեհիկ աշխատանքները տեղ ունեն, ինչպես այսպես Հիսուսի արձանը վայր են գցել։ Ես հիմա ուզում եմ Tim Cook Apple ընկերության ղեկավար մասին խոսում, որ 15 տարի էր ղեկավարում էր այդտեղ եւ Apple-ի տեսնում եք Tim Cook-ին եք տեսնում ամենամեծ արուստներից մեկն է Apple-ը տարիները ամենամեծ ընկերությունն էր այս երիտասարդին որ 28 տարի է Apple ընկերությունում աշխատում է իր փոխարինողն է լինելու այս անձը ինչ որ տեսնում եք պիտի փոխարինի Tim Cook-ին իրեն աշխատավարձը լինելու է տասնյակ միլիոններ եւ ինքը ուզում է Tim Cook-ը ուզում է այսինքն հանգստի կոչվի տեսնում եք նոր ղեկավարը սեպտեմբերից աշխատանքը սկսելու է Apple-ի ղեկավարելու է Apple ընկերությունը ես ուզում եմ խոսել հիմա Լոս Անջելեսի բյուջետի մասին Լոս Անջելեսի բյուջետը այս տարի իրենը 14 բիլիոն 900 միլիոն է Լոս Անջելես քաղաքն եք տեսնում եւ ասեն են որ որևէ աշխատանքի չեն հանելու նախապես մտահոգված են 500 նոր ոստիկաններ Լոս Անջելեսում ավելացել են բայց 550 հոգի նախկին ոստիկանները աշխատանքներ հանգստի են կոչվում տարիքներ բարձրացել 30 տարի աշխատել են գնալու տեսնում եք Լոս Անջելեսն է այսպես խնդիրներով այս լույսերը 60,000 այդ լույսերը պետք է փոխեն շատ տեղեր խնդրեմ կա ուրեմն ասեն են որ բյուջետի կրճատումներ չի լինելու փոլիսը ինչ որ ասացի 8550 փոլիս ունի Լոս Անջելեսը որ ցանկությունն է որ դառնա 9500 փոլիս վարձատրեն ասացի քիչ առաջ 500 հոգու վարձեր են բայց 550 հոգի հանգստի կոչվելու ուրեմն նորից մնալու է այդ 8500-ի չափ բայց Los Angeles Police Department-ը Jim McDonald որ ղեկավարն է Police Department-ի հաճախ այստեղ մեր հյուրն է եղել այս վերջին ժամանակ մի տարի է այստեղ չի եկել բայց նախապես շատ եկել է ղեկավարում է այսպես տեսնում եք հոմլեսները ավել պակսել է հոմլեսը Los Angeles-ում ռումքի իրենց տանում են բնակարաններ են հատկացրել այս հոմլեսներին որ այդ բնակարաններում մնան իհարկե բոլորը չեն որ մնում են բնակարանի մեջ ոմանք հոգեկան խնդրեմ ունեն չեն կարող փակ տարածքում մնան բժշկական խնամ պետք է իրենց ամենայն դեպս Լոս Անջելեսի վիճակն է այսօր ես պիտի դադարեցնեմ երբ իրադառնամ դադարի չարնակեմ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը Եթե իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցանկություն եք գնալ այդտեղ
ձեր հասակակիցների հետ զբաղվեք, այնտեղ խաղեր կան եւ այլն, այստեղ զանգահարեք։ Ծրագիրը հովանավորում է Jackpot, հովանավորում է ծրագիրը։ Jackpot ձեզ է առաջարկում գեղեցիկ հագուստներ, որը $10 այդ գներով իջեցրել են, որ դուք անպայման կնեք այս հագուստները։ Գնացեք ամեն տեսակ ունեն, նաև ուրիշ հագուստներ կա, Եվրոպայից բերված կոշիկներ, պայուսակներ, բոլորը կգտնեք Jackpot, գտնում է Pacific փողոցի վրա։ Նորթ Քարոլայնայում մեկ ֆուտբոլի դաշտ եմ ուզում ձեզ ցուցադրել այստեղ, տեսեք թոշին ինչպես է գալիս, երեխաները փախնում են, որովհետև հնարավոր չի այդտեղ խաղալ, տեսեք ճիշտ եկել է այդտեղ ու պտտում է այս թորնեդո, տեսնում եք այդտեղ Նորթ Քարոլայնա նահանգում, այսպես տեսնում եք։ Իսկ ես վերջավորությանը ուզում եմ հիշեցնել մեկ անգամ եւս, որ ես ընտրության եմ մասնակցում եւ այս սայնը ինչ որ տեսնում եք, այսպես դուք կարող եք ստանալ մեզանից, եթե դուք հնարավորություն ունեք, եկեք, օգնեք, այսպես դրեք ձեր նրանք որ առանձնատուն են ապրում, կարող են տեղադրեն խոտերի մեջ, այս սայնը մենք գտնում ենք 11-10 օրա, մեր հեռախոս շատ հեշտ է 818 2 4 մնացածը բոլորը 9 կարող եք զանգահարեք ժամը 12-ից մոտարապես մինչև 5 նախքան 5-ը 4:30 այդպես կարող եք զանգահարեք, այստեղ կօգնեն ձեզ։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ դպրոցի տեսուչի մասին։ Ես այս ցույց էի տվել մեկ 20 տարեկան տղա, որը նախկինում եղել էր դպրոցի աշակերտ, ատրճանակները 2 հատ վերցնում եւ գալիս է դպրոցը սկսում է կրակել։ Այս տեսուչը մտահոգվելով որ աշակերտներին, որտեղ գիտեք գնում են աշակերտներին սպանում են, ինքը խիզախ առանց վախենալու հարցակվում է այդ ոչրագործի վրա, իր նախկին աշակերտի վրա, երբ որ տեսում է կրակում է, կարող է սպանի մեկին եւ ինքը վիրավորվում է։ Հիմա իրեն հրավիրեն են սա prom կամ տարեվերջի հանդիսությունն է առանց իրենց ասելու բոլորին surprise զարմացնում են այս տեսուչն է որտեղ վիրավորված է massam ոտքը բայց կարողանում է այսպես տեսնում եք թագ են տնում այս թագավոր են դարձրել իրեն տեսուչին եք տեսնում որ խիզախաբար գնում է այս տեսեք ոչրագործն է տեսեք ինչ է անում այս տեսուչը վայրը գցում տեսնում եք, այսպես չի փախչում, չի թաքնվում, ինքը գալիս է որպեսի փրկի իր աշակերտներին եւ այսպես, երբ որ աշակերտությունը prom-ը լսում են, որ ինքը նաեւ միացել է իրենց ուրախության պատճառն է դառնում, այստեղ տեսնում եք, սա Օքլահոմա նահանգում էր պատահել այս դեպքը եւ այսպես ուրախած երեխաները ուրախությամբ իրեն ընդունում են։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, շնորհանդիպ։